Այվենք։ Եվ չտեղադրեմ ընդհանուր հանրային, սա չեմ շարունակի, որովհետև սիրելի հայրենակից ջան, սա միայն մնում է ընկերների կատեգորիայում պիտի դնեմ հանրային, որ հայրենակիցներից հասանելի լինի ընդհանրացած ու ճշգրիտ, որպեսզի բոլորս հասկանանք, որը որից հետո է ընտրական քարոզարշավների շեմին ենք, սկսեցինք մայմունությունները։ Հարգելի գվարդիականներ, երթուղու պլանավորումը պիտի կրկնվի 11:00 վաղը առավոտյան Երևանի ժամանակով։ Հանել եմ, որովհետև համեմունքված եմ խոսել, կարծեմ ներողությունը հայցել եմ իմ բալիկներից, երեխաներից, հարսերից, տատիկ-պապիկներից բոլորից, բայց կան բաներ, որ ձգան են, այսինքն նյարդային համակարգիդ, որպես մարդ ձգան։ Ձգաններից մեկը օրինակ ձեր Ալկաշ Շիրվան Զադեին, որ չափալախեց Անդրանիկ Զորավարը Թիֆլիսում, Վրաստան, Թիֆլիսում, որ ապտակեց քացուտակ էր գցելու ձեր Բաղրամյան մարշալին, 2, որ ապտակեց ու քացուտակ գցեց գեներալ Տրուխին ձեր պապայի շեֆին, որ իր հրամանով պապա տնից գնար մամայի տաներ Սևան լողացնելու դաչեն, այդ ցեկայի խալուտակինների մասին է խոսքը, որ ապտակեց ձեր գեներալ Տրուխին, ոնց որ այսօր ապտակեց Պուտինին, ավելի վատ են ժամանակ։ Բուլղարացի սպաներն են փրկել, Զորավարի կյանքը փախցրել են իրեն, որ ապտակեց ձեր Միկոյաններին, չափալախ հայկական։ Հիմա ձեզ հարց եմ տալիս, անուն ազգանունով անդրադարձ չեմ անելու, են կաշիլոկը ձեռը վլվլիկ մարդամեկը, որ գնում է Գյումրի, գնում է Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ։ Կարևոր կետերին անդրադարձ անելուց առաջ, սիրելիս, մի հատ ռուչնոն քաշի այդ ձերքի արգելակդ, մի հատ աչ քաշի կանգ առ, մի հատ, որ իմանաս ով է։ Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ մարալիք, աղջիկ ջան, ինչ գործ ունես դու։ Սողոմոն Թեհլերյանին ծրագրելու ժամանակ Անդրանիկ Զորավարը եղել է սեղանի շուրջ Շահին Նատալիի հետ, որի թոռնիկը Արա Մանուկյանը 2 գիրք ունի գրած։ Ուզում ես իմանաս ով է։ Վերցրու Truth Must Be Told, մյուսը The Betrayal եւ էդի հայրեն եմ թարգմանել տալու, եթե չի թարգմանել է տնգլը մինչև հիմա։ You listening, Ara? I want an Armenian translation of that. Արա Մանուկյանի գրքերը կարդա, կետ մեջը նշվում է, Դաշնակ Շուննով է, Սողոմոն Թեհլերյանով է եղել։ Հրահանգով Անդրանիկ Զորավարի, իր Զորավար Անդրանիկի մորաքրոջ թոռնիկը անունը Երանուհի, աղջիկ ջան գրի, թաշկինակի մեջ փաթաթված ատրճանակը տվեց Գերմանիայում Սողոմոն Թեհլերյանին։ Դու այդ թաշկինակն էլ է մերոնց մոտ, պատմությունն էլ է մերոնց մոտ, ամեն ինչը մերոնքական աղջիկ ջան, դու ինչ կապ ունես քո անմերոն տեղացի հալով, Սողոմոն Թեհլերյան խոսաս, Դաշնակն ինչ կապ ունի Սողոմոն Թեհլերյանի հետ, որ իրար Մենշևիկի զնակը կաչեստվան կպցրել է Շիրմաքարին Ֆրեզնոյում, ես ինչքան փող ա դրել դրա համար, ձեր մոտ ամեն ինչ ծախույ է, Թեհլերյանի ընտանիքի ոչ մի անդամ Դաշնակի վրա, այսօր թքելուց հետո էլ չի լիզի, ոչ էլ Մժդեի ընտանիքը, ով եք դուք, և ով ենք մենք, սիրելիս, այսօր մի քիչ կպարզաբանենք, սիրելիներ, ուրեմն ընտրությունների ժամանակ ես տեսել եմ մի պիոներ, որը քաղաքապետ արդեն մեծ տղայա դարձել ուզում է դառնա, դեմ եմ թե դեմ չեմ չգիտեմ, բայց ինքը սոցիալիստ կուսակցության կողմից է հովանավորվում, Աղազարյան Հովիկ էս կողմ են կողմ։ Ես տեսնում եմ, որ օրինակ մեքենայի առուծախի բիզնեսը Ռուսաստանում
Ատենց բաներն է պաշտպանվելու այդ կուսակցության հետ, որը դրել է Կարեն Դեմերչյանի լուսանկարը։ Ես Կարեն Դեմերչյան չեմ գովազդում։ Ես ասում եմ էթիկայից դուրս է, որովհետև ժողովուրդ է խաբում։ Այս հենց քաղաքական գողություններ անելով խաբում եք մի ամբողջ ժողովուրդ, գալիս եք նույն ցեկայի խալիների վրա քաշ եկածների, թորնիկների, այդ ցեկայի խալիի վրա մշակվածներից, այսենց 29 տարի տան հերթի մեջ լինի իմ հայրը, քո տեղացի շներին էլ ես մարդու տեղ կդնեմ արա, իրա տունը 29 տարի ծախել եք ձեր տեղացի անմեռոններին, հիմա այդ տները փթելա, փքսավատ եք անում, չեք կարեմ այդ ցեխից ելնեք, տեղացի էլ մնացել եք դուք։ Դուք ամենալավագույն հետախուզական գործից, որ հասկանում եք, կրկնելու եմ, պալկովնիկ, պատպալկովնիկ թաղայինի միլիցիայի հետ քայլող պագոնները վրեն, իրանց ոռը մտած հարևանների վրա գործ տվող եք, ուրիշ ոչ մի հետախուզական չես կարա լինես դու, որովհետև ապուշ ես, գործից հասկացող չես, ծայրահեղ անգրագետ ես, 14-րդ տեղը լինելով ամբողջ աշխարհում, որ ամենագրագետ քաղաքասարակությունն ունի Հայաստանը, Ռեսպուբլիկա էր այն ժամանակ, 80 թվից մինչև 80-ականների 85-87, 14-րդ տեղ, 12-րդ տեղ, Եվրոպայի 2/3-ին կզացրած չոքացրած ուներ իր կրթության մակարդակով Հայաստանը։ Սա մատի գրասենյակն է, զեկուցել։ Եկավ Լևոն, Սեֆարդիմ, իրա խնամիները, ես իմ էլի հավաննա գիլլա երկելով երկիրը լրիվ ցեխոտ Ղարաբաղից էլ բերեց ես արուն ծծող իժի վաստագին եւ ձերեն անասունը կաշառակեր Վազգենը որ բերեց այս չկաթողիկոս զսպանակ ծախողին էսի ձեր ցեկայի շրջանակն է բայց կան տեղեր որ երբ որ դիպչում ես տեղացի լսում ես դանգալախ, ասլղուլախ, մեր կաշվից դուրս ես հանում մեզ, ոնց որ են Ռոբերտ Սիմոնյանը, որ չապալախը կերավ, որտև արարքները իրա կաշվից հանեց այդ մարդ, կա խանդի հողի վրա հաշվարկ իրավաբանության մեջ և կա իմոցիայի վրա ենքան ասլես, որ չապալախի միատ քիթու պերանիտ, հասնում էր էտի, ոչ կանանց հետ խոսելա ոչ ունեք, արա, այսինքն այտենց հայոյելով կանանց դու ուզում ես ասես դու կարաս ու լավ սիրաբանվող տղա ես, ամենաշատը վերմակի տակ մի հատ բարձր ձեն հանող ես, ուրիշ ոչի բան, հելել ես մտավորական աշխարհում, որ քեզ շատ լավ գիտեմ, փող չուղարկեցինք պարոն Ռոբերտ Սիմոնյան, 19 թվին, ինձ էլ սրբություն չթողիր հայհոյեցիր, Սողոմոն Թեհլերյանի հետ ինչ գործ ունես դու, աղջիկ ջան, Սողոմոն Թեհլերյանի շարունակությունը Կարեն Դեմերչյանն էր, այդ ազգային գաղափարախոսությունը, դրա համար մենք նման մարդկանց ու կառույցների ենք սատարում, կկանգնեմ իրանց թիկունքին, այո, որովհետև ազգային մնալով ես չեմ հագնի Դեմերչյաններ, ձեզ էլ եմ ասում, ՀԺԿ կուսակցություն, թե ձեր նմանները, որ իսկական զուլալ մեր առաջնորդ ու լիդերները դուք եք, Դուք եք ձերս տեղացի շոպլիկներից զզվանք արդեն։ Երլի ամարդը ընգեր։ Ասմա իջևանի սահմանն է իմ հայրենիքը, ախնդրեմ։ Ազգային գաղափարախոսություն պետության կենտրոնում։ Կարեն Դեմերչյան, դե հել ասա այդ խոսքը մի հատ։ Վերեսկացեմ ես բրիքս է ստանում։ Վրաստանի, արա, մեքենան նստի են հին Մոսկվիչներից, էլի պրինցիպի համար պետք է գտնեմ Հայաստանում, պերեպուսկատով բանով սվեչեն մի կեր չորացնելով, հելը թրջեց հանգավ, տղեկ հանեք չորցնենք, ցուրտ ապա, ասենք հասնեմ Վրաստան, այդ խլամ մեքենա, քթի տակը, դու հայ համայնքին, Վրաստանի հայ տղեկին անդրադարձ չես արել։ Ռուսաստանի տղեկն են ձելավոյու շնորհքով, հələ գնա ջավախցու Վրաստանի հայ ժողովրդից նայ մի հատ։
Շերամ ու Սայաթ չտարբերեց իրար, լակոտի խլինքը փուչիկ կկանգնացնեն։ Իսկական կիրտ ընտանիքներ են ընդեղ ու ձելավոյ։ Շնորհքով։ Ձեր Մոսկվայում 12 տարեկանը հատեց լակոտը հայրեն շիկ եթե ռուսկե պանիմայու պրծած է կարա։ Գալիս է ընտրություն ժողովուրդ։ Նույն կրկեսնա, քանի որ կրկեսը տաշի սամոն ու լիպչիկ սամոն դիսպենսերի դնելու նպատակ ունեն, հետևը ցկ երաշտությունը դրած։ Հոթելն է կողքնա։ Հարգելի բարեկային ոստիկանություն, մի հատ մտի հետևը մեկ ստուգի էլի, տես ինչ ա կատարվում։ Հա, մի երկու ամպուլ խփելուց հետո տես հետևը ինչ ա կատարվում։ Նայի տես, կարող է անչափահասել են տանում։ Այդ կրկեսը խի քանդիր անասում։ Ես չեմ մեղադրում հիմա Արտուր Մեսյանին, որ թքեց վրներդ գնաց։ Եթե Անդրանիկ Զորավարն է, թքեք ո Մենշևի պապիկի ճակատին։ Արտուրը ոնց դիմանար ձեր մեջ, արա։ Ազգային գաղափարախոսություն, էսի թո հետա Բոստոն էլ հասնի, լսում ես Արտուր։ Բոստոն, ես սուպեր սակոին Դոդի Գագոյի վրով մի հատ լավ տխուր բան եմ գրել տալու։ Հա, այդ խնդրանքն էլ երևի կերնի Ռուժ քաֆեի հին իր օրերից։ Հա, պարոն Մեսյան, դրան ասում են OG call։ Էդի իմ ախպերների փոքր ախպերները գիտեն ինչա։ Այն տնական հայրենով որ ասում է երման ջուր լցին վրես, աղջիկ ջան, անուն ազգանունը չեմ տալ, այդ կաշիլոկով ամենտեղ պտտվում եք։ Հա։ Կոյուղիներ, մոյուղիներով, բաներով ամենտեղ պտտվում եք։ Դու Քոչարյանի մարդն էիր, դու նստել ես աղ ու հացի սեղանի շուրջ, իսկական նժդեականների հետ Լոս Անջելեսում, եթե մեզ խաբել ես։ Սողոմոն Թեհլերյանը ինչ կապ ունի ձեր որևէ բանի հետ։ Մի կտեք այդ սրբություններին, անասուն տեղացիներ։ Սողոմոն Թեհլերյանին հանձնած թաշկինակի մեջ փաթաթած անունը Երանուհի Անդրանիկ Զորավարի թորնուհու, այդ թաշկինակն էլա մերոնց մոտ կրկնում եմ, տողերն էլա իսկական մերոնց մոտ։ Շահին Նատալիի թորնիկը չի միայն, մեր նժդեական, թեհլերյանական Անդրանիկ Սուրբ Զորավարյանների մոտը։ Այդ ամեն ինչը, միայն մեկ բանն ես կողե տարե, Մեհոնքանի Լևուշ, ամեն մի օրը, որ Անդրանիկ Սուրբ Զորավարի սուրը քո շոպլիկների մոտ է գտնվում, ամեն օր տուգանք ես ուտում դու, խշմարը այդքան ավելի խորն է եթալու վաղը։ Բերեք դրեք տեղը այդ սուրը։ Սկսեք մի երկու հարց Չիլինգարյանից, Կոմիտասի պանջոն մի հատ պաննիկ ուներ։ Հա։ Վերջացրեք, չգիտեմ որ ափերից։ Անդրանիկ Զորավարի սուրը կբերեք պետական թանգարան։ Բայց եթե այդ բաները արժեք ունենար, ազգային գաղափարախոսությունը գոյություն ունենար այսօր Նիկոլ Փաշինյանի administrացիայի մեջ, Անդրանիկ Զորավարի ծննդյան օրը կնշեր, ոչ թե կաշառակեր Վազգենի։ Ճշմարտությունից մի փախեք, արա։ Այդպես հիվանդել մնում եք, դրա համար հասուն կնոջից վախում եք, 1000 ասի կինը 40-ից հետո է հասուն։ 15-ից 20 տարեկան երեխեքի, 17 տարեկան երեխեքի հետույքին եք նայում, 60 տարեկան էշ, որովհետև վախենում ես հասուն կնոջից, այդ հիվանդությունը եկել է քո մամայից, որովհետև մայրական դամնընցը քո տղամարդ դառնալու, մենակ մամա ես երկում, դա եկել է հենց ջհուդի գծից։ Այդ հիվանդությունդ բուժի, օջախդ հայրական օջախ է, տղա ջան։ Դովլաթյանի օջախ է էսի օրինակ։ Ինչևէ, շալոմ, մազալ թավ, պարոն Տեր-Պետրոսյան, Հավաննա Գիլլա։ I have Jewish friends that look at the situation and they're like, I wouldn't be any part of this. I had a lot of Jewish friends.
Շատ հրյա ընկերներ ունեմ։ Սովորած օրերից, and I worked for some of their families, Jewish families. They paid me better than Armenians did. They treated me like a human being a lot better than Armenians did, and I'll say this publicly. Some of my Armenian bosses, man, talk about 1942. Prisoner camp, somewhere in there. I worked for Jewish families, and I was at the best place to work. But there is another line of that. And my Jewish friends know what we're concerned with. And we all know. The Zionist line is a dangerous problem for everybody. People say two-state solution. I'm not going to go into that right now. Բայց ես ուզում եմ հասկանաք մի բան. Հրյաների մեջ էլ լավերը կան շատ, պարսիկների մեջ էլ լավերը կան շատ, քրդերը ընդհանրապես մեր պայքարի մեջ նույն ճակատագրի գծի վրա են, գործ կա անելու։ Նման սրբություններին մի դիպչեք, մի արեք։ Ես ճշմարտությունը կասեմ, եղբայր, ճշմարտությունը նա է, որ ես ունեցել եմ մենեջերներ կամ ընկերություն, որ աշխատել եմ, հրյաներ են եղել իմ բոսերը, որ ասում են, շեֆերը, շատ ավելի լավ բարենպաստ միջավայրում եմ աշխատել, քան հայերի համար աշխատելուց։ Ինչի՞ չասեմ ճիշտը։ Քանի ստեք եկել Լոս Անջելես, այն աղքատների գծից, որ 2 կոպեկ ուղարկեք հայրենիք, ձեզ տարետատիկ, պապիկ, շինարարության մեջ, թե ինչի մեջ աշխատացուր է, փողները չեն տվել, հետ ձեր հայերը, եղելա թե չէ։ Այդ սոված շները, որ փորները կշտանալուց հետո գիտեն քերապ են։ Պապիկիս խոսքը շեն ու շնորհքը տարիքի մեջ չի, տղես, գլխի ու սրտի մեջ է։ Աստված օրհնի ազգս, հայոց պետականությունս, պիտի խնդրեմ նկատի արեք, ով ում բարեկամն է, սիրելիներ, պիտի խնդրեմ հաշվարկ իմանաք, պիտի խնդրեմ հասկանաք, որ իսկական վարդանանքը և իսկական հայոց խնդրին լուծում տվող շարժ ու բանակը կամուրջի վրա է, և երբ կամուրջի վրա արջը մեզ հետ է քայլում, ուզեմ չուզեմ, նրան քեռի պտի ասեմ, արջի հետ կամուրջը անցած, դնում ենք բոլորներից կրակենք իրան, բայց արջը կգզի մեզ։ Ես չեմ հասկանում բրիքսի հետ ինչ հայտարարություն եք դնում։ Ես ամեն ինչից տեղեկացված չեմ կարողանում մնամ, բայց ես գիտեմ, որ գալիք ընտրություններին, այն ինչ որ մեյդանն է, մենք ազգային գաղափարախոսությունը, պետք է լինի պետության կենտրոնում ասող, նմանատիպ քաղաքական ուժերի, կհովանավորենք, կաջակցենք և կմիանանք։ Պիտի հորդորեմ եղբայրներիս, շատ լուրջ մտածեք, գալիք օրերին ավելի աշխարհը մտնելու և ավելի դաժանության ճանապարհ բռնելու պատճառով։ Պիտի խնդրեմ իմ խելացի եղբայրներին երիտասարդ նորակառույց կուսակցությունների առաջնորդներ, եղբայր թուրքը մեր թշնամին է, դուրս ելիր, սա թուրքին հաղթենք, անգեց վերջը կուզես թաշնակ եղիր, կուզես բոլշևիկ թաշնակ եղիր, կուզես շուն եղիր, Անդրանիկ Զորավար։ Թշնամիս 1-ին 11 էր 2023 թվականին, հիմա 1-ին 17 դառնում։ Գալիս են ախպեր, այս անգամ շատ են։ Ես միասնության հորդորը սրտանց սիրով և Հիսուս Քրիստոսի ներկայությունը այն ժամանակ և օրհնությունը բերող հստակ
Հավատքի հողի վրա կանգնած եմ ասում։ Միասնություն, եղբայրներ։ Պիտի պատժենք գլխավոր օլիգարխի գլխավորներին պլյուս 57 կոմիսարիատներին։ Կախաղան, եղբայր։ Որ ազգը իր ուղղությունը թեկի փոխի, որ թշնամին մեզ հարգի։ Սևազգեստ քույրերիս նայելով Հովնան Դերդերյան եւ դաշնակների 727 միլիոն դոլարներ Լոս Անջելեսում լվալն եմ նայում։ Հիմա իրենք ուր հայարակելական Սուրբ եկեղեցին։ Եվ ինչու են կարողանում մի վարքյան կներեք։ Մի վարքյան կներեք։ Պարոն Արտյոմ Թումանյան, եղբայր, ինձ տեղեկացնում են, եղբայր, լուսայիշատակ Կարեն Դեմերչյանի նկարը հանի պաստառիկ վրայից։ Այդ մարդու նկարը չես դնելու, օգտագործես ու չարաշահես, որպիսի Հովիկ Աղազարյանի տղու ավտոների բիզնեսը Ռուսաստանում պաշտպանես։ Եղավ, չեմ խորանալու ավելի, քեզ ասում եմ հանի։ Մի վարքյան կներեք, այստեղ ընթացքում ճշտվում են, կամ բաներ, որ ճշտվում են, 1000 ներողություն։ Ծխել կարելի է, շնորհակալ եմ, ձեր ձեռը ծխել։ Եղբայր, ձեր ձեռը, գիտեք ինչ կլի մարդ, ազգ, ժողովուրդ ջան, իմ չարչարված ժողովուրդ, գլուխ տառը ջայլամի նման, թիկիլֆոս թոփլելով էդ ուր է սեթու։ Կանգար, ամեն ինչից տեղյակ ենք։ Հիմա անդրադարձ եմ անելու են խալի վրա մշակված ականջ կաթացնոցին, որ Անդրանիկ Դևլաչյանը ամերիկացու ագենտ է, երանի չեր արա։ Անդրադարձ եմ անելու դրան։ Եվ ովքեր որ մեղադրող կողմն են, 24 ժամ առաջ զգուշացրեք, ես էլ ձեր տռուսիկի գույներն ու գաղտնի երազները հանեմ տնեմ։ Եթե մաքուր եք, չգիտեմ, Ալեն Սիմոնյանի գծից կեղնի, Նիկոլ Փաշինյանի, Աղազարյանի, թե ձեր մահապարտների ու վախկոտ մահապարտների, թե որ մեկի։ Կգաք ազգի արջև, ես կամերայի արջև ինձ կմեղադրեք։ Կրկնելու եմ, Բակո Սահակյան քո գործակալներն են, որ մենք պիտի բերենք, ձեզ ոչ թե Բաքվից ազատելու ենք, պահանջում ենք, որ Երևանում դատենք։ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, ձեզ եմ ասում, այ անմեռոններ։ Եվ շնորհակալ ենք ճիշտը խոսալու համար Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Սամվել Բաբայան։ Շնորհակալ ենք, եղբայր։ Շարունակում ենք հոկտեմբերիկներ, վսկապները հարթուկած, մազերը ձեթած, կոսերը կապած, ուշադիր, ձյաց գավարիտ։ Կարեն Դեմերչյանի վերջի խոսքերի հատվածը ներառում է Սողոմոն Թեհլերյան, Անդրանիկ Զորավար, Նժդե եւ այլ եւ այլ եւ այլ։ Կարեն Դեմերչյանի սեղանի շուրջ կգար աղ ու հացի, Աստված մեղքերների հոգիները լուսավորի, մեր բոլոր անցավորանց։ Հիշյա եւ ողորմյա Տեր,
Նման մարդկանց սեղանի շուրջ, Կարեն Դեմերչյանի սեղանի շուրջ կգար Լևոն Հայրապետյան։ Ձեր չէ այ Ղարաբաղի կալան, այ մայր ծախողներ, Ղարաբաղ կոմիտե, մեկ էլ են ձեր դերասանը, պետք է Երևանը գրավել առաջինը, գրավես, քո շեֆիդ ասած քոքը։ Սիրելի հայրենակից մեկ թեթև անդրադարձ նորից երթուղու պլանավորումը ամենակրիտիկալ եւ ամենահամալրման կարիք ունեցող հատվածն է ռեզերվային զորքերի։ Նրանից հետո շատ բաներ կա, որ այստեղ չեմ կարող ասել, որովհետեւ պետությունը ինձ վաղմիսօր ՀՀ-ն կասի ազգային գվարդիա, ազգային տղա, բա այն ինչ որ պիտի 10 գաղտնիություն կրող տարերը ինչու ես եթերում տալիս, ես այդ բանը չեմ անում։ Որովհետև համոզված եմ, որ դուք հասկացող մարդիկ եք։ Հիմա անդրադարձ ենք անում սիրելիս։ Բանակին մեկ անդրադարձ, գոնե։ Վերջին 37 տարիները անկախանալուց հետո Հայաստանից Հանրապետությունս կար մի ղեկավար, որի օրոք հայրենադարձ աղբարի տղուն գլխավոր շտաբի գծերից ավելի չեմ ընդլայնվելու, ասեն, որ այո ձեր դիմումը ստացել ենք, պարոն Անդրանիկ, բայց մի քիչ ճակերտները կբացեք, իմանանք կոնկրետ ինչի մասին է, որպեսզի հանդիպումը ապահովենք։ Լևոնի օրոք ու Վազգենի օրոք, թե Սերժիկ Սարգսյանի օրոք, Չիբուրաշկան ու Կոբրեն, Ռոբիկը, որ մեկի օրոք, թե ձեր մանկաբռնաբար Մանվել Գրիգորյանի օրոք, անպարտելի զորավար, ձեր ասելով, որ մեկի օրոք, ես դա տեսա այսօրվա իշխանության օրոք, ես դա տեսա այսօրվա բանակի օրոք, բոլոր կառույցները մեկ կողմ, պաշտպանության նախարարությունից մինչև կորպուսներդ, գլխավոր շտաբի ամբողջ անձնակազմին Աստված օրհնի իրենց եւ իրենց ընտանիքները, քանի որ գլխավորվում է Ասրյանի նման մարդու կողմից։ Ես իր անցյալի բնութագիրը չգիտեմ, բայց գիտեմ, որ այն ինչ որ ասում եք Նժդե-ական, Անդրանիկ Զորավարյան եւ չգիտեմ էլի Մոնթեական, հա, այդ բոլորը հավաքական նման մարդկանց մեջ։ Ուղղակի եթե մեկին ես հավանում եմ, ախպեր, իր անցյալը հարևանի աղջիկների հետ դպրոցական տարիներին գնաց է Փարոսի Սարի ինչ արե, ինչ։ Կանաչ հագնելուց ես Դավիթ Տոնոյանին հավանել եմ։ Եվ խնդրագիր եւ թեթև պահանջն էլ հետը։ Դավիթ Տոնոյանին այդ 100 քանի հազար եվրոն պարտկեք, պետություն, սխալ փակելու համար։ Ոչ թե սխալ փակելու, այլ սխալ չափանշերը անցած։ Այսօր հայասպաններից փոխադրամիջոցներն ես գնում դու պետություն։ Այդ տղու փոխհատուցումը տուր, քո սխալի համար իր հանդեպ։ Սա չի նշանակում շարունակողական բնույթ է կրելու դա, բայց Տոնոյանին պետականությունս պիտի այդ փոխհատուցումը տա, որ ճիշտ մնանք։ 26 թվին մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ չենք։ Մենք բգոյի նման խուլիգանների Բագրատ իսր պատրոնով խաչա սարք է կախել, տո ապուշ խաղաղության իշխան ենք պաշտում, Քրիստոս Աստված, խաղաղության իշխան, դու պատրոններով խաչ ես սարքում։ Մեկն էլ ասում է ես ցեղակռոն եմ։ Հա դու Նժդեի տողերն ես հասկացել։
Կրկնում եմ, մեջբերում եմ անում, Արտյոմ Թումանյան, եղբայր, քաղաքապետ ՍԼՄ-ի, ընտրաթերթիկ համար 5, արդեն երևացով եք, մերժվածների հավաքածուն, սանք իմ օֆիսել են եկեմ երկու անգամ, ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում, ես ինչ իմանամ ով ում քերապնա, ձեր մեջ գողը չի տարբերվում, խառը կանաչի լակ, Արտյոմ ջան, Թումանյան, ընտրաթերթիկ համար 5, քոմի կողքինդ դաշնակը, մյուսն էլ ՀՀԿ-ական, լսում ես Գյումրի, ճամփու դրեք, խաչ-փաչ, ընտրաթերթիկ համար 5-ը հանեք մեջտեղից, և սոցիալիստ են, չհասկացանք, գյուղերից, գյուղացիների ձեռից զենք, զրահ, թոփ ու թուֆանգը հավաքելու է, ասի Լենին տատիկին ենք եթեմ տենանք, էքսկուրսիա, հասկանում ես, ընտրաթերթիկ համար 5-ը, Արտյոմ ջան, կներես, արդեն իմ աղբյուրները ճիշտ են, դուք մենշևիկի գծից եք աղբեր, Գյումրի, ընտրաթերթիկ համար 5-ը ջնջի, մերժի, շարժվի առաջ, բայց մեզ համար 60-ական, 70-ական, 80-ականի սկիզբները ժամանակահատված կա այդ 30 տարիների, որ մեզ համար սրբության նման մի բան է այդ հուշերը, որ աղբարները, բեյլանցիները, այդ արած պալատկեքի տակ հարսանիքները և այդ բոլորը հավաքական և այդ հուշերը ինձ համար սրբություն է, քեզ մեկ ժամ ժամանակ գրեք այդ մարդուն, Արտյոմ Թումանյան, ընտրաթերթիկ համար 5, նախ խաչ-փաչ արա վրա, Թումանյանին գրեք իր ֆեյսբուքյան էջով, պահանջում եմ հեռացրա, լուսայիշատակ Կարեն Դեմերճյանի նկարը, այդ մեր հուշերի հետ է կապված է, այդ մեր լիդերն է եղե, որ խփել են հենց կողքդ նստողները, ասում եմ ձեզ, դուք քննադատությամբ և փնովությամբ եք մոտենում, բայց Քրիստոս Աստված ասում է ես եկա, տեցու գրուգի կայնետ կայդեր, որ ասում եք, այդ աղջիկներիս համար, էսի գդի, ես չեկա առողջների համար, եկա հիվանդներին բժշկություն տալու համար, ես չեկա դատապարտեմ, աշխարհը, ես եկա, որ աշխարհն ինձնով փրկվի, կրկնում եմ, տեցի կռուկ, որ ասում եք, մարմնավաճառ եք ասում, թե պուտանկա եք ասում, ինչ եք ասում, Հիսուս Քրիստոս եկավ իրանց համար, եթե դու պատիվ ունես, այ փթած, ջիկլաս քշելուց, էսի գրի ու հիշի, Հիսուս Քրիստոս մեր Աստված եկավ իրանց համար, այդ քույրիկներիս համար, գլուխդ որ պատին ուզում ես խփի, ԱՑ և տնորեն և քարտուղարուհի որպես գնաս Գարեգին Բեի դեմը նստես, էդի եկեղեցուց ենքան հեռույա, դուք այդ Միրոնից ենքան հեռու եք, գավաթներները դապ դադարգա մատերիալով եք ուզում լցեք, իսկ մենք մեր գլուխն է օծվում, իր ձերքով, մեր գավաթը լեպ լեցուն է, թափվում է, և Տեր Հիսուս Քրիստոս մեր տակ գրպաններին չի նայում, սեղան է պատրաստում,
մեր առջև, մեր թշնամիների դիմաց։ Ալելույա Տեր ամեն։ Արտյոմ, գրեք ժողովուրդ տրայեջի վրա, բայց կոպիտ չեմ, իմ հրահանգով կոպիտ թույլ չեմ տալիս։ Պարոն Թումանյան, խնդրում ենք հեռացրեք Կարեն Դեմերչյանի լուսանկարը։ Էս բովանդակությամբ, արա լսիներ գրեցիք, ես կգրեմ ձեր էջերի վրա, ուզում եք ամենալավ խորհրդիս անդամ եղեք։ Պարոն Արտյոմ, հանի Կարեն Դեմերչյանի նկարը, մեկ էլ չհամարձակվես։ Կրկնում եմ, Կարեն Դեմերչյանի հիմա չսիրի, ամենաշատ արժեքավորված, հենց մենք աղբարներս, կարող է շատերս գիշերն ենք ծնվե, բայց էդի երեք գիշերը չէ էլի, եղավ, էսի ամերիկացի կոնգրեսմեն Ջան Լարսոնի խոսքերն է, Քենեդիքեթի ներկայացիչ կոնգրեսմենը, մեր այսօրվա կոնգրեսի հերոսը, որ կայնավ Իլան Մասկին էլ, Թրամփին էլ, կողքի գազարագույն ժանգոտներին էլ, դրեց սամասուտ։ Մեր դիմում բյուջեն իրան էլ ագնում։ Ռոբերտ Սետրակիչ Քոչարյան։ Լսկես ինչ եմ ասում։ Դաժանը քո համար նա է լինելու, որ տաբուրետկեն ավանդական քոթուկից սարքած չի, ամերիկյան ալյումինից է լինելու, են որ տուժվածներն են, տաշելու դու այդ վերջի ձենդ հանես։ Ռոբերտ Քոչարյան, գրպանիցդ կոպեկները թափվելով։ Ժողովուրդ, ձեզ տալիս եմ ներսիդիս ճանապարհի մի հատ փոքրիկ լույս այսօր, այդ կյանքը ապրեք էլի, ազատ շնչեք ու ապրեք, Հիսուս Քրիստոս հրավիրեք ձեր սրտում, կամ մնացածը սուտ է, որ իմ նման կեղտոտին այսքան սիրում է, ձեզ ինչքան կսիրի։ Ասում եմ քեզ, այս սերնդին, փառքը անվանը հոր եւ որդվո եւ հոգուն սրբո ամեն, ձեզի տանում եմ վան, Տաթևի վանք, Սուրբ Խաչ եկեղեցի, բայց ոչ տուրիստ, բայց պիտի միանաք այն ուժերին, որոնք իր ձայնով եմ մեկ-մեկանում կներեք, հայրիկս էլ է դեր թատրոնը սիրել, ես էլ եմ սիրել, ազգային գաղափարախոսությունը պիտի լինի պետության ուշադրության կենտրոնում, մեջբերման ավարտ, լուսահիշատակ Կարեն Դեմերչյան, թևերը կշտող վադապրովոդի իր անգերոջը փոսի մեջ օգնող, առաջի քարտուղար, դուք էիք, որ կարայիք Կրեմլու հետ ու մյուսի հետ այդ ռազմորկեն անեիք, արա լավ էլի աղբեր։ Ես ում սպանիք, այ բախտագուշակի տղեք։ Տարոնի հորն է բերեք կողքն եք դրեպ կոմիտասի։ Հայտարակ։ Մյուսն էլ անդաստիրակ, եկել ան մտավորականներիս, թեքեյան կենտրոնում, ասմա FSB-ի ակենտները, գործակալները, Ռոբերտ Սիմոնյան, այս է ձեր կարգավիճակը, Զառա Փոստանջյանը էտմա, բանի, Սողոմոն Թեհլերյանի արձանի դեմն է նկարվում, աղջիկ ջան, տավարիշ կապիտան FSB, լսի ինչ եմ ասում, դու նրա աղոհացի սեղանն ես դավաճանել Լոս Անջելեսում, Զառա Փոստանջյան, նստի տեղդ, կամ էլ են կոյուղ ու թագու հետ, գնա Գուլիայի, եղավ, Եվ մեզ համար մի մեջբերում էլ անեմ, Զարոչկա, նշանակություն չի տալիս, թե դու հայկական գենգերից հին անուն ազգանուն հայրանուն չի կարելի ու մեզ ներկայացրե ինչ է սարե։ Այդ աշխարհի ճիշտը մնում է իր ճաշտով, եւ մենք այդ աշխարհի ճիշտն էլ չենք խախտում։ Ուղղակի մենք ասում ենք, հանցագործ չենք հարգում, ուսադիր ենք հարգում։ Գլուխդ որ պատին ուզում ես խփի, ուսադիր հարգեք։ Հայկական ուսադիր։ Դու ոստիկանիդ հետ Ես նկարում եմ Նիկոլի նոր պարեկն է, Նիկոլի նոր այդ պարեկը կա պարեկից, կոշիկները կերել է սարա։
Դες կբերենք տեղը, առաջ Աստված։ Մի վարքյան կներեք սիրելիներ։ Դե հարցադրում ունեմ։ Այդ կողքիդ նստածը, պարոն Աղազարյան, Վահիկն է։ Ինքը նախքին դաշնակ չի, ինքը լոսի հետ վեշնի հաղորդակցության մեջ է։ Ոնց նախքին դաշնակ ալն որ բերեք ՔՊՍ սարքե։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Այդ աջապ սանդալն է որ սենց ենք։ Կարեն Դեմերչյանա տեսակ ղեկավարությունը, որ կնշանակի օրինակ նախկինում ասում եք ՄՎԴ-ի պետ, ներքին գործերի նախարար բանես կոմիկ Արփին է քույրիկ, ներողություններս դերասանորեն 1-2 մեկնաբանություններ ա եղել։ Դու իմ քույրիկն ես, ինչպես Աննա Վարդապետյանը։ Իմ գեղեցիկ քույրիկներ, հանրային ներողություն, բայց ձեր հակով չի ես գործը, գնա տուն բալա, մամային օգնի։ Եվ այն գիծը սովորել ես, վստահ եմ, աշխատանք կեղնի։ Նույն գծի մեջ, բայց այդ կաբինետը ձեր հակով չի բալա։ Մեջվերում եմ անում, Կարեն Դեմերչյանա տեսակ իր հիմնած Հայաստանի ժողովրդական կուսակցությունա կատեմ ՀԺԿ-ն։ Չգիտեմ, կուսակցության անդամ չեմ ես։ Նայում եմ, հին Երևանը հետ բերողներն են։ Ուղղակի ես կապտիկության մեջ չեն ուզում մտնեն։ Միայն Կարեն Դեմերչյանի որդին չի, որ առաջնորդը հանդես գալի, կամ պետք լինի կգա, մենք ենք խնդրում, որ գան, որ հին Երևանի ետ գանք, վերականգնում և զարդինք ու հարություն ենք տալու 46 թվի ներգաղթին, բայց են հին աղբարները չենք հարիվ։ Իմ պապիկ տատիկների մասին ա խոսքը միամիտները, չէ շատ քոքված ենք մենք աղբարի լակոտներս, ասում եմ։ Մեզ ետ տուն բերող, ազգային գաղափարախոսություն ունեցող այդ տեսակ կուսակցությանը, այդ տեսակ ուժին, որ եթե ես գնալու լինեմ, ասեմ, բանակայինի գից իմ ծառայությունն է, էս ինչ աշխատանք ներկայանում եմ։ Հարգելի դատախազություն, 11,000 լիտր սայլարկա է եկել, իմ գործը չի, դա գլխավորող ուրիշը կա, առաջ սիստերով էր էթում, հիմա երևի բաժակ ու կանեստրով է էթում, մեկ վարժության մեջ ոնց ես դու 7,000 լիտրը վառում 4 կիլոմետր գնալ գալով, սա պիտի քննվի։ Ես ուզում եմ տեղյակ մնաք, որ ես իմ ռազմական քննչական գծի մեջ կա որոշակի չափ, որ չեմ վստահում։ Խնդրում եմ տրամադրեք լիազորություն, ես սկսեմ ձայնագրիչ պիպիչ-միպիչների գործը, որ այս գործը կատ քեզ։ Կարեն Դեմերչյանի գծից կառավարություն լինի։ Մի զանգ, կասի գնացեք տեսեք ես ինչ մարդուն, փակ ու գախնի կմնա, ձեր նման բերնից բոբո չեն է, մինչև գործը գա գլուխ, կկապենք, կկարենք, կկոչկենք, կփակենք կետա, դուս եկավ արդեն խելոք տղա կլնի, որ մեկ էլ բանակից գողություն չանի։ Ես հին Երևանն եմ ուզում, ես ազգային գաղափարախոսությունը իր ուշադրության կենտրոնում պահող կառավարություն եւ նախագահ եմ ուզում եւ պարոն վարչապետ շատ ճիշտ ճանապարհ եք բռնել, որ շուր տանք նախագահական, բայց դուք չեք լինելու նախագահը, ոչ էլ ձեր շրջանակներում աշխատող Արամ Սարգսյանը, ոչ էլ իր կուսակցությունը, ամենաշատը դուք ձեր հավաքած արտքաղաքական ուժերով Բաբաջանյան, Շիրինյան, Միրինյանով, Սարգսյանով, Խզմլյանով խորհրդարան են մտնելու, է շնորհավորում եմ, նույն ցեխը, նույն բուքսավատը։ Չի եթում առաջ եղբայր։ Աղբարի հետ ազգային ռեսուրսները ազգային գաղափարախոսության շրջանակներում ոչ պետական լինելով
ազգային ուժերին հնարավորություն տվող Կարեն Դեմերչյանա տեսակներին։ Ինքը չի մեռել, անասունն էր։ Ինքը պտղատու ցորեն ա եղել։ Եթե ցորենի հատիկը մնա, պտուղ չի տա, բայց երբ դնես հողը, մեռնի, բազում բերք կտա։ Սա վերաբերվում է իրեն, որ ուղարկավորել ենք։ Բայց շատ բերք ա տվել։ Ոչ կբերեք վզգոյի գիծը կհամեմատեք։ Հրրի կոպալի բռի։ Ձեր կամա վերկամանդուշիներից մի երկուսի հետ խոսացի։ Բանակ ու զինվորական նուր դուր, այ պարոն։ Բնութագիր և բովանդակությունը նրա հասկացող և տողատակերն էլ հասկացող մարդիկ են։ Դուք մտավորականը պիժոն բարրիկի հետ խառնել եք, արա։ Էդ ինչ տեսակ ես խոսում, Ռոբերտ։ Ամենաավակ գլուխները, որ նստած են այդտեղ, տղա ջան։ Ով ա քեզ թույլ տվել, մի վայրկյան կներեք։ Okay, darling, that's fine. Yeah, call me when you get here. Սիրելի հայրենակից, պիտի խնդրեմ ուշադիր լինեք, Երևանի ժամանակով 11:00 կկրկնենք երթուղու պլանավորումը զինվորականներիս համար, պիտի խնդրեմ 26 թվի ընտրությունները 25 թվի աշխատանքի կարիքը ճանաչեք։ Մենք ետ ենք բերում հին Երևանը, մենք ետ ենք բերում մեր իսկական պետությունը, մենք ետ ենք բերում հայրենադարձին արժեք տվող ազգային գաղափարախոսությունը պետության կենտրոն, Աստվածօրհնի ազգս հայոց պետականությունս, Աստվածօրհնի հայկական բանակս և ազգային գվարդիան ԻՊՀ միշտ հայ, էջմիածնի զորք օծելով Աստվածօրհնի բոլորիդ։